Աշխարհահռչակ բրենդները եւ նրանց ամենակուլտային պայուսակները։ Մաս երկրորդ։ Առաջին մասը կցում եմ ներքևում։ Jacquemus բրենդը ձեռք բերեց համաշխարհային հայտնիություն իր Le Chiquito պայուսակի շնորհիվ։ Այո, խոսքը այն փոքր եւ իր մեջ բացարձակապես ոչինչ չտեղավորող պայուսակի մասին է, որը թողարկվել է 2018 թվականին եւ անմիջապես դարձել վիրուսային Instagram-ում։ Պարզվեց պայուսակը պարտադիր չէ լինի ֆունկցիոնալ ֆենոմեն դառնալու համար։ Նախքան հաջորդ բրենդին անցնելը հետևիր իմեջին։ Fendi-ի ամենակուլտային պայուսակը Baguette-ն է, որը թողարկվել է 1997 թվականին։ Այն ձեռք է բերել հայտնիություն Sex and the City ֆիլմի եւ մասնավորապես Սարա Ջեսիկա Պարկերի շնորհիվ։ Baguette անվանումը ծագել է պայուսակը կրելու ձևից, մարդիկ այն հիմնականում կրում են թևի տակ, ինչպես փարիզուհիները բագետ հացը։ Prada-ի այցեքարտային պայուսակը 1984 թվականին թողարկված Neylon ուսապարկն է։ Այդ ժամանակ լյուքս բրենդների պայուսակները սովորաբար պատրաստվում էին բնական կաշվից։ Nylon backpack-ի միջոցով Prada-ն փոխեց շքեղության մասին պատկերացումը արդյունաբերական նեյլոնը վերածելով պրեմիում նյութի։ Hermes-ի ամենակուլտային պայուսակը միանշանակ Birkin-ն է, որը ստեղծվել է 1984 թվականին։ Դերասանուհի եւ երգչուհի Jane Birkin-ը, ով ուներ պայուսակի փոխարեն մեծ զամբյուղ կրելու տարօրինակ սովորություն, ինքնաթիռում հանդիպում է Hermes-ի կրեատիվ դիզայներին եւ բողոքում շուկայում տարօրինակ պայուսակի բացակայության մասին։ Jean-Louis Dumas պայուսակը նախագծում է հենց ինքնաթիռում եւ նրան տալիս Birkin անվանումը։ Չմոռանաս հավանել այս հոլովակը եւ մեկնաբանություններում նշել արդյոք սպասում ես մաս երրորդին։